Վագների Բախի նոտաներն ինչպես միշտ անբաժան են, Հայկը դրանք անգիր գիտի, բայց այս անգամ հատուկ տրամադրվածությամբ է կատարելու։ Մտովի բնականաբար տեղափոխվում է այդ թվականներ, կերպարներ։ Այդ ժամանակն ու կերպարները Հայոց ցեղասպանության տարիներից են, Հայկ Մելիքյանը նվագելու է հիշատակ նահատակների։ Համերգ երեկոն կազմակերպել էր Կոնվերս բանկը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ գործակցությամբ։ Դա առաջին հերթին դա երախտագիտությունն է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որդեգրած իրենց դիրքորոշման համար։ Մեկ տարի առաջ գերմանական Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, դեսպան Կիսլերը պատմական այդ օրը համարում է իր դիվանագիտական կարիերայի ամենատպավորիչ պահերից մեկը։ Հայաստանում առաքելություն ունեցող Գերմանիայի առայժմ միակ դեսպանն եմ, որ կարող եմ կոլեգաներիս հպարտությամբ պատմել, ինչպես էին հայ երիտասարդները դեսպանատան դիմաց բացականչում։ Danke Deutschland։ Դիվանագիտական ձևակերպումներով ու պատմական փաստերով ելույթներից հետո բեմահարթակը Հայաստանի վաստակավոր արտիստներինն էր, դաշնակահար Հայկ Մելիքյանին ու Աննա Մայլյանինը։ Երեկոն նվիրված էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեկամյակին։ Անի Հակոբյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։